Հարգարժան գործընկերներ, հարգարժան ընկերներ, գերազանցություններ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, հարգարժան մասնակիցներ, Եվրոհանձնաժողովի Արևելյան գործընկերության, ինչպես նաև մեծ հյուրընկալող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարգարժան նախագահ բարի գալուստ 12-րդ հերթական քննարկման Եվրոնեստի խորհրդանական վեհաժողովի մեծ պատասխանատվություն եւ հաճույք է միևնույն ժամանակ այս լագումարը նիստը բացել իմ գործընկերների հետ միասին համանախագահների հետ եւ նաեւ մեր ընդհանուր տարածաշրջանի ընկերների հետ սկսեմ իմ մեծ երախտագիտությունը հայտնելու հայ ժողովրդին, հայկական կողմին իրենց հյուրընկալության համար մեծ հաճույք է այսօր այստեղ լինել Շատ լավ է, որ Մարիան համանախագահող կդառնա այս քննարկման Եվրանեստի խորհրդանական վեհաժողովի ես մեծ անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատելու մեծ հաճույքով սպասում եմ շարունակելու աշխատանքը ներկայիս նախագահի հետ Իվան Կրունկոյի հետ մշտապես մեծ հաճույք է հյուրընկալվել այս երկրում եւ տեսնել դրա մեծ վճռականությունը եվրոպական ինքնորոշման ընդհանրապես մի քանի ամիս առաջ հաստատվել է դա մի օրենքով, որը շատ հստակ էր իր ուղղության առումով հանձնառողություն եվրոպական արժեքներին եւ ես հավատացած եմ, որ ժողովրդավարության ուժով համագործակցությունը ներառյալ այս խորհրդանական վեհաժողովի մակարդակով կշարունակվի եւ այո մենք գործելու կարիք ունենք այո Սա իրականում այնպիսի փուլ է, որ մենք ժամանակ չունենք կորցնելու համար, աշխարհակական իրավիճակը այնքան արագ է փոխվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հյուսիսային ներողություն Սևծովը դարձրել է շատ կարևոր հանգույց, սա միայն Ուկրաինայի ինքնավարության մասին չէ, դա բոլորիս մասին է, Հարավային Կովկասը, թեկնածուները, մեր գործընկերները եւ Եվրոպան նույնպես սա բոլորիս է վերաբերում, հենց մեզ է վերաբերում։ Դա գլոբալ էներգետիկայի ազատության, նավիգացիայի ամեն ինչի մասին է եւ իհարկե ապագայի մասին է, ժողովրդավարության ապագայի մասին է, մեր ինքնորոշման եւ նույնականացման մասին է Եվրոպայում եւ հարևանությունում։ ԵՄ-ում մենք շատ դժվար ճանապարհով հասկացել ենք, որ ժողովրդավարությունը կարող է զինվել։ Նրանք կարող են օգտագործել նաև շանտաժի գործիքները, մենք սա տեսնում ենք ամեն օր Ուկրաինայում, մենք տեսնում ենք սա Մոլդովայում եւ Սա է պատճառը, ինչու մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արմատները, մեր աղբյուրները եւ իհարկե մեր գործընկերությունները։ Մենք նաեւ պետք է արձագանքենք կլիմայի ճգնաժամին, որը հիմա բոլոր սահմաններն է հատում։ Ընդամենը մի քանի օր առաջ Օդեսայում ավերածություններ են եղել ոչ միայն հերթերակոծության արդյունքում, բայց նաև ջրհեղեղների արդյունքում նման ճգնաժամերը բոլորը փոխկապակցված են եւ մենք բոլորս իրականում փոխկապակցված ենք, հետեւաբար պետք է նաև մեր արձագանքը լինի փոխկապակցված Եվրանեստը լավագույն պատասխանն է այս մարտահրավերներին փոխկապակցվածությունը Սևծովյան ռազմավարությունը այն ամենը ինչ այստեղ քննարկվել է սրանք շատ կարևոր են նաև փոխադարձ վստահությունը սրանցից ոչ մեկը հնարավոր չէր լինի առանց խաղաղության վերականգնվող հնարավորություններ խաղաղության հնարավորություններ մեր հարևանությունում պատմական համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային աջակցության շնորհիվ նոր դուռ է բացել, որի մասին մենք խոսել ենք տասնամյակներ շարունակ։ Ես տեսնում եմ իրական ձգտում առաջ գնալու, խորանալու արմատներ գցելու, հարկավաճելու, սա մեծ հնարավորություն է հույս է տալիս առ այն, որ կապվածությունը եւ գործընկերությունը կկառուցվի վստահության վրա։ Երեք մեր հանձնաժողովներից մեկը շոշափեց բոլոր հարցերը, տնտեսական, էներգետիկ, սոցիալական ցանցեր, այս բոլորը քննարկվել են հանձնաժողովի քննարկման ժամանակ, բայց հստակ է այն եւ ես ցանկանում եմ շեշտել եւս մեկ անգամ խաղաղությունը եւ խաղաղության պայմանագրերը խաղաղության համաձայնագիրը, որ այս երկու երկրների միջև կնքվել է շատ մեծ պատմական
ձեռք բերում է եւ կարեւոր չէ ինչքան նպատակակատվություն է տարածվում մեր եվրոպական դիրքորոշման մասին սրա վերաբերյալ մենք միաձայն եւ հանձնառու կերպով աջակցում ենք այս խաղաղության գործընթացին մեր Քրիտիկներից ոմանք գրել են եւ ես մեջ եմ բերում ինչ որ մի բան փտում է Եվրոնեստում եթե հոտ է գալիս պետք է իրեն շուրջը նայեն այստեղ Երևանում ես միայն վստահության շունչ եմ զգում ես միայն լավ տրամադրության ես նորարարական գաղափարների շունչ եմ զգում ես զգում եմ խիզախության եւ համագործակցության շունչ եւ համատեղ ճակատագրի սրա մասին է Եվրոնեստը վերականգնվող ապագայի եւ ժամանակն է գործել համատեղ ուժերով ոչ թե բողոքել Եվ հենց սա էլ մենք անում ենք այս օրերի ընթացքում մենք երեք սկսեցինք ազգ ժողովների հետ մեր քննարկումները այսօր շարունակում ենք այս լիագումար նիստի ընթացքում ժամանակ չկա այլևս մարդիկ այստեղ եկել են համախմբվել են ինչպես օրինակ մեր մոլդովյան ընկերները որոնք այստեղ իրենց զեկույցներ ներկայացրին անկախ նրանից ինչքան զբաղվել են իրենց երկրներում մենք ժողովրդավարության համար ենք մենք ժողովրդավարական կառավարության համար ենք Ադրիան բարի գալուստ այստեղ Մոլդովայի խորհրդարանից Ադրիան շնորհավորում ենք ձեզ ձեր հաղթանակի համար մարդիկ ովքեր այստեղ հավաքվել են նրանք գործում են ինչպես օրինակ մեր ուկրաինական ընկերները որոնք անկախ հրթիռակոծություններից անկախ իրենց երեխաների իրենց ընտանիքների ապագայի վտանգներից մտահոգություններից նրանք շարունակում են վերակառուցել դպրոցները հրթիռակոծություններից հետո նրանք ցույց են տվել իրենց հազարությունը այստեղ գալով Հայաստան գալով որպեսզի իրենց ուժերը մեզ հետ համատեղեն սա գործողություն է հենց մարդիկ որոնք այստեղ են հավաքվել նրանք լիմենտիկ չեն նրանք առաջատարներ են նրանք առաջ են գնում որպեսզի կողմնորոշեն գործընկերներին աջակցության գործընթացներին այս դժվար պահի ընթացքում անգամ հրթիռակոծությունների ներքո նրանք եկել են այստեղ որպեսզի մեզ հետ լինեն Եվրոնեստի հետ լինեն եւ շնորհակալություն ձեզ սրա համար Այո, մարդիկ ովքեր այստեղ են հավաքվել լիմենտիկ չեն, նրանք ստեղծում են, ինչպես օրինակ մեզ ունկալող հայկական կողմը, որոնք բոլոր դժվարությունների խաղաղության գործընթացի, փախստականների հոսքի, քաղաքացիների հետ կապված դժվարությունները, նրանք բոլորը այստեղ են եկել, որպեսզի կատարեն մեզ հյուրընկալելու առաջադրանքը եւ նրանք ամենապրոֆեսիոնալ ձևով մեզ հյուրընկալեցին։ Հարգարժան Մարիա, շնորհակալություն, որը ցույց է տվել էնտուզիազմը քաղաքական կամք Եվրոնեստի համար մի բան, որը տիրում է ամբողջ հանդիպան ընթացքում, մարդիկ, որոնք այստեղ են, լիմենտիկ չեն, մենք բոլորս համարձակություն ենք ցուցաբերում, ինչպես ձեր վարչապետ Փաշինյանը, որ քաջալերում է խաղաղությունը, քաջալերում է ժողովրդավարությունը եւ քաջալերում է դա նոր եղանակներով։ Այո, ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ, դա Եվրամիությունում նույնպես կատարյալ չէ։ Այո, մենք կարող ենք քննադատել ժողովրդավարության որոշ ասպեկտներ, ինչպես դուք էլ կարող եք մեր ժողովրդավարության որոշ ասպեկտներ քննադատել, բայց մի հստակ բան կա, մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանը, մենք վստահում ենք ձեր երկրին եւ մենք վստահում ենք ձեր կառավարությանը։ Հիմա ժամանակն է, որպեսզի ոգեշնչենք ինչպես Թուրքիայի մեր գործընկերները, որոնք միացել են մեզ այստեղ հայկական կողմից, որոնք նրանց հյուրընկալել են ոչ թե հիմք ընդունելով պատմական անցյալները, բայց միաժամանակ նայելով համատեղ, համագործակցությամբ, հույսով, վստահությամբ լի ապագային։ Մենք այսպես ավելի մեծ արևելյան գործընկերություն ենք, շնորհակալություն մեզ միանալու համար։ Մարդիկ, որոնք այստեղ հավաքվել են, ուղղակի մամուլի նամակներ չեն գրում, նրանք պայքարում են իրենց անկախության համար, ինչպես Բելարուսիայի շատ խիզախ ներկայացուցիչները, որոնք եկել են անկախ վտանգներից եւ ռիսկերից այստեղ մեզ հետ քննարկումներ իրականացնելու համար։
որովհետև այսօր նրանք եկել են միացել են մեզ Հայաստան ու շնորհակալություն մեզ միանալու համար մարդիկ այստեղ, որոնք հավաքվել են, նրանք շարունակում են ուժեղ մնալ, ինչպես օրինակ Վրաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները եւ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք այստեղ են անկախ նրանից, որ իրենց գործընկերները եւ իրենց ընկերները բանտերում են եւ անկախ նրանից, որ երեք նրանց կուսակցություններից ոմանք սպառնալիքներ են ստացել, բայց նրանք դեռևս այստեղ են, նրանք դեռևս մասնակցում են քննարկումներին եւ իրենց հեռանկարներն են առաջ բերում։ Մենք Եվրոպական խորհրդարանից շատ հստակ ձևով տեսնում ենք, որ այս որոշումը ոչ ժողովրդավարական է եւ սահակացում է ժողովրդավարությանը այն երկրում, որը փորձում է անդամակցել Եվրոպական միությանը։ Շատ շնորհակալություն։ Մեր առաջադրանքն է փոխանցել այս տեսլականը, այս խիզախությունը, այս վստահությունը, սա փոխակերպել գործողությունների եւ վերածել խորհրդարանական նախաձեռնությունների Եվրանեստ ԽՎ-ն լավ վերաբերմունքի թանգարան չէ, դա արհեստաժողով է ժողովրդավարական փորձառության եւ այս փորձառության շրջանակներում մենք Արևելյան գործընկերությունը գործող օրգանիզմ ենք վերածում մեզ համար եւ նաեւ հարևանության տարածաշրջանի մեր գործընկերների համար։ Հիմա այստեղ մենք Արևելյան գործընկերությունը օրենսդրությունների կենթանի մեխանիզմ ենք վերածում, որը կապահովի կայունությունը եւ դիմականությունը մեր տարածաշրջանում, թող այս քննարկումը Երևանում դառնա բեկման կետ, ոչ նրանց համար ովքեր բացակայեն, բայց նրանց համար ովքեր ներկա են, որպեսզի հասնեն նրան, ինչին մենք ենք հասել, այն համոզմամբ, որ Սև ծովի տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ առհասարակ Եվրոպայի տարածաշրջանի ապագան կկառուցվի այն խորհրդարանների միջոցով, որոնք համագործակցում են գործողության եւ վստահության հիման վրա։